Ես դպիր էի եկեղեցում, որպեսզի սովորեմ նաև գրափար լեզուն եւ եկեղեցական ծիսակարգերը, որովհետեւ պետք է գնայի Երուսաղեմ ուսանելու ճեմարանում։ Ծնողներս, եւ իմ համաձայնությամբ ես պետք է գնայի Երուսաղեմ, որպեսզի ճեմարանում սովորեի։ Նաև պարապում էի այլ առարկաներ եւ այն պարագայում ես խոսում եմ 93-94 թվականների մասին եւ այն պարագայում, երբ որ լուր հասավ իմ ծնողներին եւ Հայաստան, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգեվորականներ սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանողների նկատմամբ, իմ ծնողները եւ ես որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու։ Եվ այդ օրվանից ես այլևս դպիրել չեղա։ Դուք հասկանում եք, ես խոսում եմ 93-94 թվականների մասին։ Երբ այս ամեն ինչը դեռ չկար։ Ես չեմ գնացել Երուսաղեմ ճեմարանում սովորելու, որովհետև Երուսաղեմից եկավ լուր, որ այնտեղի հոգեվորականները ուսանող տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացնում։ Այնտեղից որոշ ուսանողներ ինչ-ինչ ճանապարհներով ուղղակի ճողոպրեցին, փախան եկան Հայաստան։